Ես Երևանում եմ ծնվել ու մեծացել, բայց ամռանը հիմնականում անցկացրել եմ տատիկ-պապիկի տանը, գյուղում, որտեղ որ ինձ թվում է այդտեղ այն մեջ դրվել այդ սերմը, ու տատիկս նաև հաց էր թխում, ու մենք տենց երեխեքով այդ սկուտերները խմորի գնդերով տանում էինք թոնրատուն, հետո անհամբեր սպասում էինք, երբ այդ վերջին պահը գալու, երբ որ լավաշից հետո բոքոն էր թխում տատիկս, ու հալած յուղ էինք տանում թոնրատուն, որտեղ այդ բոքոնը որ հանում էր թոնրից, տակ-տակ կտրատում էր, լցնում յուղի մեջ, ու մենք դրան ճմուր էինք ասում, ճմուրա կոչվում, ճմուրում էր ձեռքով, ու այդ ամենահամեղ բաներից մեկն էր, որ մինչև հիմա ուտում եմ, գնում եմ մանկուց։ Իրականում հաց թխում եմ մոտ 10 տարի, այսինքն 2015 թվականից, բայց սկզբում այդ չի եղել բան, մասնագիտություն եղել է ուղղակի հետաքրքրվածություն սննդի մշակույթի մեջ ու ընդհանրապես հարց, թե մենք ինչ հաց ենք ուտում ու այդ հացը ոնց կար ավելի լավ լինի։ Բայց տարիներ հետո արդեն հասկացա, որ այդ ինձ շատ ավելի հետաքրքիր է որպես կյանքի ուղի, որպես մասնագիտություն, որպես արհեստ։ Առաջին մասնագիտությամբ արվեստաբան եմ, ավելի կոնկրետ հայ միջնադարյան արվեստի մասնագետ։ Ու բնականաբար, եթե միջնադարագիտություն ես սովորում, հետազոտում, դրա շատ մեծ մասը կազմում է պատմական հետազոտություն անելը։ Համ որպես գործիք այդ շատ կարևոր է եղել այդ հետազոտական հմտությունները, համ որպես հետաքրքրվածություն ընդհանուր այդ ամեն ինչը համադրելը։ Հաց թխելը, եթե օրինակ վերցնենք լավաշ թխելը, թոնրատունը եւ իրան քիչ բոլոր մնացած գործողությունները, շատ ծիսակարգային են եղել, այսինքն խմորը անելուց հետո խմորի վրա խաչ անելը, այդ ընթացքում աղոթելը կամ ինչ որ երգ երգելը, հետո հայոց մեջ տղամարդիկ հաց չեն թխել, կանայք են թխել ու տղամարդն էլ պետքա թոնրատուն չմտներ, կամ այդ առաջին լավաշը պատին խփելու ընթացքում ասված խոսքերը ու վստահաբար այդ ծիսակարգը, որը որ շատ արժեքավոր է։ Մի կողմից ավանդականի մասին մեր պատկերացումը, որն է որ շատ պարզ ասած, սերունդներով որևէ գործողություն փոխանցվել է սննդը սերունդ, այսինքն ենթադրենք վերցնենք ինչ-որ ընտանիք, ընտանիքի մեծ մայրը օրինակ հացը ես ձևա թխել, իր աղջիկը, հետո իր թոռը, հետո ծոռը ու այդպես շարունակ։ Ոնց որ լավաշը բոլորս գիտենք ու ամենաշատ օգտագործվող հացատեսակն է, եւ լավաշը պահպանել է իր բովանդակային, արժեքային ոնց որ միավոր որպես իրեն պահպանել է, այսինքն դարերի վեր հայերը թխել են լավաշ, կերել են, մինչ օրս դա պահպանվում է, այստեղ շատ կարևոր պատմական բաց թողում ունենք, այսինքն ցեղասպանությունից սկսած ուտելու մշակույթը իր շատ ավանդույթներով եւ կապերով խաթարվեց ու դրանից հետո արդեն սովետական միությունը հաստատվեց, որը որ միտված էր ստանդարտիզացնելու բոլոր տեսակի ավանդական, այսպես ասենք, միտումները, այսինքն բոլոր սովետական հանրապետություններում մարդիկ նույն բանը պետք է ուտեին քիչ թե շատ ու նաեւ ավելացրին այդ կոմերցիոն հացի արտադրությունը, այսինքն քաղաքային բնակավայրերում մեծամասամբ ու մարդիկ սկսեցին իրենց ամեն օր հացը գնել, ոչ թե թխել քիչ-քիչ։ Եվ ավանդական հացատեսակները սկսեցին քիչ-քիչ մոռացվել։ Մյուս հացատեսակները, որոնք մենք օգտագործում ենք, ինչ մատնաքաշ, ժամանակին հրազդան կար, հիմա չգիտեմ կա թե չէ, ու այդ բուխանկան։ Հայկական խոհանոցում 4 բույսերը շատ մեծ տեղ են զբաղեցնում, սկսած որպես համեմունք, վերջացրած որպես հիմնական մթերք, օրինակ ավելուկը, սպիտակ բանջարը եւ այլն։ Այս վայրի ցիտրոն աճորացրած, ցիտրոն կամ այլ կերպ նաև ասում են կորթին, հայկական խոհանոցում շատ լայն օգտագործվող կանաչի է ու ինձ համար շատ հայկական համ է։ Այս ուրցա եւ իմ կարծիքով այս երկուսը շատ լավ իրար լրացնում են համերով ու մեր չորալոլիկով հացի հետ են իրենք լավ համադրվում։ Ուրցը հավաքել ենք Դիլիջանի սարերից, Շամախյանի, ավելի կոնկրետ, որտեղ մենք հիմա գտնվում ենք մեր հաց թխարանը։ Ցիտրոնը արեցան դաշտից է, որովհետև այս հատվածում ցիտրոն ամեն դեպքում ես չեմ հանդիպել, կլիմայի տեսանկյունից հավանաբար այստեղ խոնավ է։
Ուզում եմ նաև շատ ավելի լայն տեսականի կանաչիների եւ բույսերի չորացրած ներմուծել հացի մեջ, որտեղ իմ կարծիքով այդ շատ էլի հայկական սյուժե է, նույն, չգիտեմ, ժենգալով հացը օրինակ։ Այսինքն այդ հացի եւ բույսի համադրումը շատ հետաքրքիր է եւ շատ հայկական է։ Մեր մի հացը ունի անուն, որ մեր ընկերներից մեկը շատ լավ Անուշը Քոչարյան որոշեց, որ այդ հացը պետք է Հայաստան կոչվի, որովհետև մի քանի տարբեր հացատիկներ էին իր մեջ, տարբեր սերմեր էին, ու ես պատմում էի, թե որ հացատիկը որտեղից է, որ սերմը որտեղից է, ինքն ասեց դե փաստորեն Հայաստանն եմ ուտում, այսինքն եւ մնաց Հայաստան այդ հացյանը, բայց մյուսները չունեն։ Այսել վերջը։ Այսել սկիզբն է։